Հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ մասնակցում եք մեր հաղորդմանը։ Շատ ուրախ եմ, երբ որ դուք արձագանքում եք ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով, օգնում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել հայոց աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօրվա պատրաստելիք ուտեստը այն շարքից է, որը մենք կոչել ենք մարգագետնից խոհանոց, մարգագետին բնություն եւ խոհանոց բնություն եւ օջախ։ Ուտեստը կոչվում է թթու բանջար, պիտի օգտագործենք եղինջ, թարմ մատրաշ, պետք կգա մեզ սիսեր, նախորոք քաշված, ջարդված ձավար, կորկոտ, կարելի է իհարկե օգտագործել նաեւ ուղղակի ձավար։ Օգտագործելու ենք նաև ընկույզ և այն նյութը, որի պատճառով կոչվում է թթու բանջար, սա մասրահյութ է, մասուրի հյութ ստանալու համար հարկավոր է մասուրը մեկ օր առաջ եռացող ջրի մեջ թռչել, ծածկել, մեկ օր հետո ուղղակի այդ խոշոր մաղով անցկացնել, որպեսզի հյութը մնա և կորիզները չմնան հյութի մեջ։ Եվ այսպես, կաթսայի մեջ ջուրը կիեռացնենք, այնտեղ կավելացնենք ձավարը և սիսերը, նորից նշեմ, որ սիսերը խաշված է, իսկ ձավարը ոչ։ Մի քիչ թույլ աղաջուր, թույլ։ Համեմունքի ընտրությունը բարեկամներ, ինչպես միշտ մենք թողնում ենք պատրաստողի ճաշակի վրա։ Այսպես դնենք հավանգի մեջ։ Ավելացնենք խոշորախ և սկսենք ծեծել, այսպես, հիմա մի քիչ սամիտ ավելացնենք, այս հիանալի համեմունքին մենք ավելացնում ենք սամիտ և սամիթի հետ ծեծելուց արդեն խյուսը կջրիկանա և խառնվի արդեն ընկույզից նույնպես ջուր կամ յուղ դուրս կգա ու կդառնա արդեն այն, ինչ մեզ հարկավոր է։ Արդեն ունենք մի քիչ խոնավ մասսա, դուք կարող եք տեսնել, այսպես, և սա արդեն մեզ համար պատրաստի համեմունք է։ Այսպես, եռում է արդեն, նախապատրաստենք եղինջը, իսկ եղինջը որքան էլ ցավոտ լինի, որքան էլ այսպես դաղի, մենք պիտի մանրացնենք ձեռքերով կտրատենք։ Նախ որ շատ առողջարար է և երկրորդը դանակի հետ չենք ուզում, որ շփվի, այսպես, հիմա ավելացնենք ընկույզը նախ և առաջ, ընդհանրապես այս կամ այն մթերքը, այս կամ այն պտուղը, եթե մենք չունենք, մենք կարող ենք փոխարինել նույն հատկանիշներով օժտված այն մթերքով կամ պտղով։ Տվյալ դեպքում ես խոսում եմ այն մասին, որ մենք մասուրը կարող ենք մասուրի հյութը փոխարինել շլորի հյութով։ Նույն բովանդակությունը, նույն բնութագիրը ունեն, թթու միջավայր պիտի ստեղծվի։ Եվ կարող ենք ստեղծել թթու միջավայրը հենց շլորով։ Ամեն ինչ կարգին է, ավելացնում ենք
եղինջը, լավ, այսպես, դի աշխատենք այնպես այնքան խաշենք, որ գույնը չկորչի։ Հիմա ավելացնում ենք արդեն մասուրի հյութը, բնական է, որ եռը կտրվեց, կավե ափսեի մեջ վերջ ուտեստը պատրաստ է։ Ես նորից հիշեցնեմ, խաշեցինք ձավարը և սիսերը կարելի է օգտագործել արդեն խաշված, մի քիչ հետո աղ արեցինք և ծեծած ընկույզը միացրինք ապուրին, որից հետո արդեն ավելացրինք թարմ, մատղաշ եղինջը։ Ուտեստը կոչվում է եղինջով թթու, բանջարով այսպես թթու, ապուր, ոչ մի յուղային մաս չկա, բացի ընկույզից, ես ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է պահպանվում ապուրի մեջ հատկապես բանջարեղենները, այդկապես բույսերը, վայրի բույսերը, իրենց գույնով, հետևաբար նաև իրենց համային և հոտային և սննդային արժեքներով։ Ահա այսքանն էր այսօրվա համար բարեկամներ, այսքանն ենք նախատեսել, ուզում եմ, որ այսպիսի ուտեստներ շատ լինեն, ընդհանրապես ավանդական ուտեստներ, և մենք կլինենք ավելի շատ ավանդապաշտ, և կլինենք ավելի շատ հայեցի։ Հարգելի հեռուստադիտողներ, թող որ ազգային, հայկական, ավանդական ուտեստներով միշտ զարդարված լինի ձեր սեղանները և այդ ուտեստները թող նպաստեն, որ դուք լինեք էլ ավելի հայեցի, էլ ավելի առողջ և էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ինչ երիտասարդություն է աճում։ Ստեսություն բարեկամ։ Թթու բանջար, թարմ եղինջ 300 գրամ, խաշած սիսեռ 100 գրամ, կորկոտ 100 գրամ, ընկույզ 50 գրամ, մասրահյութ 200 գրամ, ջուր 200 գրամ, աղ, բարյախորժակ։